մի գեղեցիկ պատմություն կա մի մարդու մասին, որ իր մահվան վերջին րոպեին հավատաց Քրիստոսին, մահացավ, երբ որ գալիս է դրան առջև դրախտի, դուռը թակում է, ներսից ասում են ով է, ասում է ես այսինչյանն եմ, ասում է բայց դու չես կարող ներս մտնել, որովհետև դու մեղքեր ունես, չխոստովանված, ասում է իսկ դու ով ես, ասում է ես Դավիթ մարգարեն եմ, ասում է Դավիթ մարգարե, բայց չէ որ դու շնության մեղքի մեջ հայտնվեցիր ու սուրբ դարձար, փրկվեցիր, ասում է Դավիթ մարգարեն լռեց։ Նորից է պտտվում, գալիս է դուռը թակում է, ասում են ով ես, ասում է ես ինչ մարդն եմ, ասում է չես կարող ներս մտնել, ասում է իսկ դու ով ես, ասում է ես էլ Պետրոս Սարաքյալն եմ, ասում է Պետրոս Սարաքյալ, բա դու ոնց Քրիստոսին ուրացար, հետո փոխվեցիր ու երկինքը ժառանգեցիր։ Նորից Պետրոս Սարաքյալը լռում է, վերջում պտտվում նորից գալիս է դուռը թակում է, ասում է դու ով ես, ներսից ասում է որ Հովանես Սարաքյալն եմ, ասում է Հովանես Սարաքյալ, բայց դու ես չէ գրել որ Աստված սեր է, կամ այդ տողերը ջնջիր, կամ դուռը բացիր, ես ներս մտնեմ։ Ուրեմն երբ որ դու հավատում ես, թեկուզ մի փոքրիկ մեղք էլ քո վրա մնացած լինի, որ հասցրան խոստովանած չլինես, Աստված այնքան սեր է, այնքան գութ է, այնքան ողորմություն է, որ այդ դուռը պիտի բացի քեզ համար, որպեսզի դու ներս մտնես։